Ազգային ժողովի հարգելի նախագահի տեղակալ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ 2024 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2279 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849։ Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է։ Քննության արդյունավետության բարձրացման և միաժամանակ ծանրաբեռնվածության աճի մասին են վկայում 2023 թվականի վիճակագրական տվյալների հետ համեմատական վերլուծությունները։ Այսպես, 2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավելի է քննվել, քան 2023 թվականի ընթացքում։ Ընդհանուր 2023 թվականին քննվել է 1824 վարույթ։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով։ 2023 թվականին ավարտվել է 536 վարույթ։ Այսինքն 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25.5%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։ Դատարան ուղարկված քրեական վարույթները ըստ հանցագործությունների բնույթի եղել են. ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ 25 վարույթ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ 1 վարույթ 2 անձի վերաբերյալ, հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ 121 վարույթ 290 անձի վերաբերյալ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ 1 վարույթ 5 անձի վերաբերյալ և այլ հանցագործություններ 11 վարույթ 28 անձի վերաբերյալ։ 2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 175 հանրային ծառայող։ Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է ընդհանուր 435 անձ, որոնցից մեկն ազատ է արձակվել ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու, իսկ 293-ը անազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքերով։ Քննված քրեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում կիրառելու ընդհանուր 148 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 84-ը։ Միջնորդությունները մերժելու մասին 24 որոշումներից 3-ի դեմ դատախազի կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են։ Տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառվել է 61, վարչական հսկողությունը 6, պաշտոնավարման կասեցումը 57, իսկ գրավը 106 մեղադրյալների նկատմամբ։ 2024 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված և կարճված քրեական վարույթներով պատճառված կույկային վնասի ընդհանուր չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 հազար 720 դրամ, որից պետությանը պատճառված վնաս 3 միլիարդ 802 միլիոն 132 հազար 612 դրամ։ Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց ավարտված քրեական վարույթներով արգելանք է տրվել ընդհանուր 275 միլիոն 315 հազար 827 դրամ արժողությամբ կույքի և դրամական միջոցների վրա։ Կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը, հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրել են ընդհանուր 121 միջնորդագրեր։ Հաշվետու ժամանակահատվածում ներկայացված միջնորդագրերը հիմնականում քննարկվել են պատշաճ կարգով և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետներում քննարկման արդյունքների մասին հայտնվել է միջնորդագրի հեղինակին։ Հաշվետու ժամանակահատվածում քննարկել և սահմանված կարգով ընթացք է տրվել ընդհանուր 5271 դիմում հաղորդումների, որոնցից 803-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հարկ է նկատել, որ 2024 թվականի ստացված դիմում հաղորդումների թիվը նախորդ 2023 թվականի համեմատությամբ աճել է 1488-ով։ 2023 թվականին այդ թիվը եղել է 3793, ինչը ևս վկայում է քաղաքացիների շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վստահության աճի և միաժամանակ աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման մասին։
Հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում միջինը փաստացի աշխատել է 51 քննիչ, վարույթների քանակի աննախադեպ աճով պայմանավորված, ինչպես նաև կերծարաբերմվածություն նվազեցնելու նպատակով նախաքննություն են իրականացրել նաև կոմիտեի 6 վարչությունների պետերի տեղակալները, սակայն այդ պայմաններում ևս միջին ծանրաբեռնվածությունը չի նվազել եւ այն կազմել է տարեկան միջինը 45 վարույթ 1 քննիչի հաշվարկով։ Քննիչների իրական ծանրաբեռնվածությունն առավել ճիշտ պատկերացնելու համար հարկ է նկատել նաեւ, որ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել են այնպիսի քերական գործեր, որոնցից մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող են լինել տասնյակ քերական վարույթների ծավալները։ Օպերատիվ հետախուզական վարչության օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար սահմանվել է օպերատիվ հետախուզական պաշտոնների 120 հաստիք, սակայն դրանք ամբողջությամբ համալրված չեն եւ վարչությունն օրենքով ու կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները 2024 թվականի ընթացքում իրականացրել է առավելագույնը 77 հաստիկով կամ օրենքով նախատեսված անձնակազմի 64.2%-ով։ 2024 թվականի ընթացքում պարբերաբար անցկացվող մրցույթների արդյունքում համալրվող, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցվող կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչությունը զուգահեռաբար իրականացրել է կոռուպցիոն հանցանքների բացահայտման եւ հետաքննության գործառույթներ նույն պատճառներով կրկին մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ Հիշած ժամանակահատվածում վարչության ծառայողների կողմից կազմվել է թվով 1610 օպերատիվ հաշվառման գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են շուրջ 4418 օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննարկվել են դիմումներ, նախաքննության մարմիններ, ներկայացվել է ընդհանուր հանցագործության մասին 89 հաղորդումներ։ 2024 թվականի ընթացքում մրցույթների հաղթող ճանաչվածներից 11-ը վերապատրաստում են անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայում, իսկ 7-ը մասնագիտական պատրաստություն են անցել Հայաստանի Հանրապետության արտադրության ակադեմիայում։ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման եւ դրա լավագույն տարրերի որդեգրման նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է արդյունավետ կերպով համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ՄԱԿ զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի միության, իրավապահ համագործակցության գերմանական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի եւ Իտալիայի ֆինանսական կվարձայի հետ։ 2024 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են 67 աշխատաժողովների, խորհրդակցությունների, քննարկումների եւ սեմինարների, որոնք ի թիվս այլի վերաբերել են հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների կողմից իրականացվող Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների աջակցության ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում արտադրության համակարգի բարեփոխումներին ու հզորացմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից շարունակական աշխատանքներ են տարվում կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խորացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով։ Հիշյալ համագործակցության առանցքային ուղղություններից է կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման 10-10-ների անցկացումը։ Այդ շրջանակում 2024 թվականի ընթացքում կոմիտեի քննիչների համար Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից կազմակերպել են մի շարք վերապատրաստման 10-10-ներ, որոնք վերաբերել են միջազգային իրավական փոխօգնության առանձնահատկություններին, փողերի լվացման ռիսկերի վերանմանը, փողերի լվացման գործերով քննությանը, քերական հետապնդմանը եւ այլն։ 2024 թվականի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության հետ 2025 թվականին փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ուղղությամբ։ Նախատեսվում է առաջիկայում ստորագրել այդ փոխըմբռնման հուշագիրը։ Կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում մշակվել են օրենքի 5 նախագծեր,
Դրանք են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, Լեռնային Ղարաբաղի քննչական եւ դատախազական մարմիններում պաշտոն զբաղեցրած անձանց շնորհված դասային աշճանները հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս հաշվի առնելու եւ օրենքով սահմանված համարժեք դասային աշճաններին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության օժանդակող անձանց շնորհակալագրերից, հուշանվերներից եւ դրամական պարգևադրումից բացի մեդալով կամ կրծքանշանով պարգևադրելու հնարավորություն ընձեռնելու վերաբերյալ։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, օպերատիվ հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման եւ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից սահմանելու հնարավորություն, ինչպես նաեւ նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը նաև կաշառք տալու, կաշառք ստանալու հոդվածներով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ կատարելու հնարավորություն եւ դրա հետ կապված մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության քերական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով քերական օրենսգրքի հասկացությունների շարքում որպես կաշառք կամ որպես ապօրինի վարձատրություն տրվող գույքի կամ օգուտի մանր, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը ամրագրելու, ինչպես նաեւ քերական օրենսգրքի 440 հոդվածը հանցակազմի որակյալ եւ առավել որակյալ տեսակներով լրացնելու վերաբերյալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություն է ներկայացվել։ Հայաստանի Հանրապետության քերական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ քերական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ իրեղեն ապացույց ճանաչելու ընթացքում գործնականում առաջացող խնդիրների լուծման, ինչպես նաեւ իրեղեն ապացույց ճանաչված առարկայի հետ ապօրինի գործողություններ կատարելու դեպքում քերական պատասխանատվություն նախատեսելու վերաբերյալ։ Ընդառանցնելով ներկայացնեմ նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 23-ից, այսինքն ստեղծման օրվանից մինչև 2025 թվականի ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում քննված վարույթների վերաբերյալ վիճակագրական տվյալները, մասնավորապես այդ ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել են ընդհանուր 4543 քերական վարույթ, որից 500 քերական վարույթը 1123 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ 2024 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում քննվել է 2787 քերական վարույթ, որից 214 քերական վարույթ 505 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ։ Նաև հակակոռուպցիոն կոմիտեն որոշակի վերլուծություններ է կատարել դատարանում քննվող վարույթներով, մասնավորապես այդ ստեղծման օրվանից մինչ ապրիլի 30 նկատ ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվել է ընդհանուր 470 քերական գործ 1123 անձի վերաբերյալ, որից 194 քերական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 19 քերական գործ կարճվել եւ քերական հետապնդումը դատարեցվել է ոչ արդարացնող հիմքով, 9 գործով 16 անձի վերաբերյալ կայացվել են արդարացման դատական ակտեր եւ 248 քերական գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս չի կայացվել։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների ընդհանուր թվականակում այս պայդրությամբ արդարացման վերաբերյալ կայացված դատական ակտերը կազմում են ընդհանուր թվականակի 4.5%։ Այսքանը, շնորհակալություն։